Ողջույն սիրելի հետևորդներ, սուրճ խմենք, թեթև, ինչպես կկամենաք, ես սուրճ եմ խմում, արդեն իմ երկրորդ սուրճն է այսօր, գիտեք, երկրորդը անպայման սրճի ապարատով, ավանդույթները շարունակվում են, և ուզում եմ ձեզ հետ զրուցել այս ընթացքում, մինչև որ տանից դուրս կգամ։ Ուրեմն սիրելիներս, այսօր պիտի հյուր ունենամ և առավոտյան նորից թխել եմ գաթա և մյուս գունդը խաչապուրի։ Ահա տեսեք ինչպես է ստացվել։ Շորջան նայեք, էլի գաթա եմ թխել այսօր, խաչապուրիներ, կտորներովը գրեթե վերջացան և մի գնդից այսպիսի խաչապուրի եմ էլի պատրաստել, շատ լավ ստացվել է։ Ձեզ ասել եմ, որ կարմրաթուշիկ ենք մենք սիրում, չի վառվել, որովհետև այս նկարը գցեցի իմ համեղ և հեշտ խոհանոց մեջ, ասում են վառվել է մի քիչ, չի վառվել, ուղղակի ես որ ձվի դեղնուցն եմ քսում միայն, այդքան մասը կարծես թե ավելի մուգացել է, իսկ խմորը արտակարգ էր։ Այնպես որ սիրելիներս, այս մի գործը արել եմ, շատ համեղ օջախուրի եմ պատրաստել, ձեզ մոտիվացնում եմ սիրելիներս, դուք էլ նայեք տեսանյութը և պատրաստեք։ Ինչպես եմ պատրաստում օջախուրին, վրացական խոհանոցից է, արդեն անունը հուշում է, առանձին խոշոր կտորներով կարտոֆիլն ենք տապակում բուսայուղի մեջ, իմ տարբերակում ձիթայուղ է, և առանձին խոզի միսը լավ տապակելուց հետո արդեն ավելացնում ենք սող, սխտոր, սև պղպեղ, ռեհան, ես 4 ռեհան եմ արել, չնայած ես երեկոյան միսը դրել էի մարինացվելու, տարբեր համեմունքներ էի ավելացրել, միտք չունեի, որ պատրաստեի օջախուրի, որպեսզի տարբերվի օրվա ուտեստը, ամեն անգամ նմանատիպ բաներ չպատրաստեմ, որոշեցի օջախուրի պատրաստել։ Այսպես հատ-հատ շրջում եմ, որպեսզի լավ տապակվի, լավ կարմրի և արդեն պատրաստ կլինի կարտոֆիլը։ Շատ քիչ աղ եմ ավելացնում, 2 կաթսայի մեջ էլ։ Ահա տեսնում եք ինչքան լավ է կարմրում։ Դե վերջ, իսկ եթե կարտոֆիլ կա մի ուտեստի մեջ և միս, արդեն պարզ է, որ ինչքան համեղ կլինի։ Ավելացրել եմ լոլիկներ, կարելի է ամենավերջում ավելացնել և արդեն խառնել եմ, վերջում ես ավելացրել եմ մաղադանոց և ռեհան 4։ Սա էլ իմ պատրաստած թթուներն են, չորաթթուն և արդեն ծաղկակաղամբի թթուն, պատրաստ է ամեն ինչ մեր ձեռքերով և շատ համեղ տարբերակով, բարյախոժակ մեզ և ձեզ հուսով եմ կպատրաստեք։ Բայց միացել եմ ասելու ուրիշ բան, սիրելիներս, ուրեմն այս տեսանյութը տեղադրել էի ինստագրամում, տիկտոքում, դե ինստագրամն էլ որ միացված է ֆեյսբուքին, տարածվում է նաև ֆեյսբուքում, ուրեմն արդեն 3 օր է, ես էլ վիճակի չեմ պատասխանելու նամակներին։ Սոցիալապես անապահով ընտանիքներին այս տարի ևս գումարներ կփոխանցվեն, որոնք փոխանցվում են ավտոմատ ձեր քարտերի վրա դեկտեմբերի 16-ին, իսկ ովքեր են այդ ընտանիքները, ովքեր կարիքավոր են և չեն կարողանա նշել ծննդյան տոները իրենց աշխատավարձի չափով, ապա նրանց ԿԱՖ-ը և Ֆրանս Տխավայը օգնություններ է ուղարկում, որպեսզի իրենք կարողանան նշել ծննդյան տոները։ Եվ այսպես, ովքեր կարող են ստանալ այդ գումարի տեսքով օգնությունները, նրանք, ովքեր արդեն գրանցված են այդ կազմակերպություններում և գումարը ստանալու համար պարտադիր չէ լրացնեն հատուկ ֆորմուլեր, այսինքն դա ավտոմատ կերպով փոխանցվելու է դեկտեմբերի 16-ին ձեր քարտերի վրա։ Կախված ընտանիքի անդամների թվից այդ գումարները կարող են լինել տարբեր։ Ահա տեսեք, թե ինչ գումարներ են ստանալու յուրաքանչյուր ընտանիք։ Հաշվի առնելով իրենց տարեկան եկամուտը, ամպոյի ներկայացրած հաշվեգիրը, նրանք էլ համարվում են սոցիալապես անապահով։ Չգիտեմ, սիրելի հետևորդներ, դուք ուշադիր լսեք, ինչն եմ սխալ ասել, որ հայ ժողովուրդը սխալ է հասկացել
Սխալ է ընկալել ասածս, նույնիսկ եթե ես ֆրանսիական այնտեղ կազմակերպության անուն եմ տալիս, ֆրանսերեն է գրվում, բերվում, միևնույնն է չեն հասկացել, իրենց թվացել է թե օգնություն է, կամ էլ օգնություն տվողը ծրագիրը կազմողը ես եմ։ Ծիծաղում եմ, բայց ահավոր է։ Առաջին օրերը այդպես պրոֆիլներն էի մտնում, նայում այնպիսի մարդիկ էին գրել, որ ապշել էի, որ նրանք օգնություն էին խնդրում ու ուզում էին, որ այդ ծրագրի մեջ մտնել։ Կարճ ասած, հələ տեսեք TikTok-ում ինչքան նամակ եմ ստացել, որը հնարավոր չէ պատասխանել։ Դիտումների մասին էլ խոսք չկա, թե ինչքան մարդ է դիտում արել, եւ Messenger-ով պատասխանում էի, խիղճս չէր տանում, ասում էի դե ենթադրենք ես եմ մեկին գրում ու անտարբեր եմ մնում։ Այդպես պատասխանում էի։ Շատերը իրոք շնորհակալություն էին հայտնում, ներողություն խնդրում, լավ էր դուրս դա եկավ։ Շատերը համառորեն շարունակում էին ոնց ընկեր, բացատրում եմ, որ ես ընդամենը նորությունն եմ ասում, որ ես այդ ծրագիրը դա պետական մակարդակով է անում, դա Ֆրանսիայի քաղաքացիների համար է։ Ես նույն նորությունը իմ ալիքով էստեղով ասել եմ երկու վլոգ առաջ, երևի թե արդեն լսել եք, գիտեք։ Եվ մինչ այս պահը շարունակում է, հա, Instagram-ով են գրում շատ, նույնիսկ էստեղ էլ YouTube-յան ալիքում էլ մի երկու հոգի գրեցին, դե պատասխանում եմ ես, բայց արդեն հնարավոր չէ պատասխանել, ամբողջ ժամանակս գնում է այդ պատասխանելու վրա։ Այս ամեն ինչի մեջ կար մի դրական բան, որ երևի մոտավորապես 5 հոգի գրել էին, որ իրենց հարևանը շատ վատ վիճակի մեջ է, եթե կարող են նրան էլ ընդգրկել, օգնել։ Մի խոսքով, հետո իմ ընկերներից մեկը ասեց, որ այդ տեսանյութը իրենք կիսվել են ու գրել են, որ տեսեք նման օգնություն է բաժանում այս կինը, սխալ ինֆորմացիա։ Մի խոսքով ապշել եմ, եթե հիմա ինձ լսում են կան մարդիկ, խնդրում եմ դուք ձեր շրջապատում ասեք, որ դա վերաբերվում է Ֆրանսիային, չնայած ես արդեն ասել եմ, գրել եմ։ Ամեն դեպքում թյուրիմացություն էր տեղի ունեցել եւ որի պատճառով էլ իմ ժամանակը այդպես վատնեցի պատասխանների վրա։ Facebook-ի Messenger, Instagram-ին չեմ նկարել, ցավոք, որովհետեւ պատասխանում էի ու ջնջում էի, բայց ընդհանուր հաշվարկով երևի թե մի 1900-1800 նամակ ստացել եմ, պատկերացնում եք իմ վիճակը։ Մի խոսքով, սիրելիներս, ես էլ այս թյուրիմացության պատճառով քանի օր է ես ինքս եմ տուժվում։ Հիմա ուզում եմ ձեզ էլի մի հետաքրքիր բան ասել, բայց սա վերաբերվում է Ֆրանսիայի բնակիչներին, սիրելիներս, Ֆրանսիայում ապրող հայերին եմ ինֆորմացնում։ Մարդիկ կան, որ ուզում են տեղափոխվել Ֆրանսիա, երբեմն նրանց է պետք գալիս իմ տված ինֆորմացիան։ Ամեն դեպքում բոլոր օրենքները, որ ես ասում եմ, սրանք միշտ էլ եղել են։ Հիմա մի քիչ ավելի են սկսել ուշադրություն դարձնել եւ արդեն շեշտվում է մի փոքր փոփոխությամբ։ Ուրեմն, թոշակառու է արդեն, թոշակի գումարներ է ստանում եւ Ֆրանսիայից տեղափոխվում են իրենց երկրները։ Ենթադրենք մի երկար ժամանակով գնում են Ալժիր, Մարոկ, ուրեմն այս մարդիկ գնում են, դե իրենց համար ապրում են, իրենց թոշակը ստանում են։ Ու այսպիսի մի նոր օրենք է դուրս եկել, եթե դուք չեք ակտիվացնում, չեք նշում, ձեր բանկի հետ կապ չեք ստեղծում, ուղղակի քարտը կա, ասենք թե քարտն էլ ունի 5 տարի ժամկետ։ 5 տարում որևէ բան չեք անում, շատ հնարավոր է, որ ձեզ զրկեն այդ թոշակից, որովհետև մտածեն, որ միգուցե մարդը չկա այլևս, որ որևէ կապի դուրս չի գալիս։ Ու նման դեպքեր շատ է եղել, որ նույնիսկ մարդիկ մահացել են, բայց նրա թոշակը շարունակվել է վճարվել։ Եվ հենց այս պատճառով արդեն խստացվել է թոշակառուների այս պահը, եւ եթե դուք ունեք հարազատներ, թեկուզ գնում են միգուցե Հայաստան էլ գնան, այնպիսի թոշակ է, որ այդ թոշակը ինքը ստացել է իր աշխատանքային ստաժով։
խոսքս գնում է այս մասին։ Ուրեմն նման մարդիկ գիտեն, որ երկրում էլ լինեն, իրենք պիտի ստանան իրենց ֆրանսիական աշխատանքային թոշակը, ավելացնեմ այս բառը, որ էլի թյուրիմացություն չլինի։ Եվ այդ թոշակը կարող է ստանալ ամեն երկրում։ Եթե ինֆորմացիա չունեն այդ մարդու մասին, կարող են արդեն կտրել։ Ուրեմն կապի եք դուրս գալու։ Իսկ եթե կան այնպիսի թոշակառուներ, դա թոշակ չի, բայց մարդկանում մեջ տարածված է թոշակ։ Դա մարդու թոշակի տարիքը հասնում է եւ կազմակերպություններ կան, որոնք գումարի չափով, որոշ գումարի չափով տալիս են մարդուն, որ մարդը ապրի։ Այդ թոշակ ասվածը, եթե դու մի փոքր երկար ժամանակ գտնվեք ձեր երկրում, հիմա դա էլ են ուզում խստացնել, 3 ամիս է եղել, մարդիկ կան 6 ամիս, կան միգուցե շատերը ավելի երկար։ Հիմա դա խստացվել է եւ 3 ամսից ավել մարդիկ իրավունք չունեն գտնվել իրենց երկրներում։ Ուրեմն այս ամեն խստացումները, ամեն նորությունները, ես որ ասում եմ, կապված է Ֆրանսիայի բյուջեի հետ։ Բյուջեն հաստատել են, ասեմ ձեզ, մի 2 օր առաջ, եւ այդ իսկ պատճառով ամեն ինչ անում են, որպեսզի այն գումարները, որը պետությունից դուրս է գալիս, մնա այստեղ պետության մեջ։ Իրենք ավելորդ ծախսեր չեն ուզում անել։ Եվ այդ իսկ պատճառով ավելի շատ իրենք կպչում են հենց իրենց քաղաքացիների։ Քաղաքացիներից են իրենք շատ մեծ հարկեր վերցնում, որպեսզի կարողանան երկիրը բալանսի բերել։ Դե ես ձեզ արդեն ասել եմ ու ասում եմ, որ ամեն րոպե, ամեն վայրկյան թանկացումներ են գնում, բայց այստեղ կա մի պլյուս, սիրելիներս, Ֆրանսիայում։ Եթե դու կորցնում ես միտեղ, ուրեմն, եթե իհարկե քո ընտանիքը բազմանդամ է, եթե անգամ բազմանդամ է, չէ, կան գումարի չափեր, տան զամբյուղի այդ ծախսերի, որ եթե դրանից այդ զամբյուղի հաշվարկից քիչ է, այդ դեպքում այդ կավ կազմակերպությունը կարող է փոխհատուցել ձեզ, որպեսզի բալանսը պահպանվի։ Եվ նույնիսկ այդ կավ կազմակերպությունը կարող է այդ ընտանիքներին նաև ուղևորության ուղարկել, շատ չնչին գումարով։ Ենթադրենք ես գնում եմ ճամփորդելու, վճարում եմ հենց թեկուզ Նիս եմ իջնում, հարավ Ֆրանսիայի, ծովափնյա քաղաք է։ Ես կարող եմ այնտեղ մի շաբաթվա համար վճարել մոտավորապես մինչև 2000 դրամ, իսկ այդ անապահով ընտանիքները 200 դրամ, 300 դրամ վճարեն ու գնան մի շաբաթով ամբողջ ընտանիքով վայելեն։ Կարճ ասած, այս պլյուսները կա այս երկրում, իրենք հաշվի են առնում, որ մարդիկ ռեսուրսներ չունեն, օգնում են, իսկ ով ռեսուրս ունի, նրանից կարելի է ուրեմն հարկեր վերցնել եւ արդեն այս բալանսը պահել։ Սա էլ էս մասին էր, սիրելիներս, այնպես որ կարծում եմ պարզ եմ ասում, բարդ չեմ ասում եւ ընկալելի եմ ասում։ Հիմա դուք սուրճ եք խմում ինձ հետ, թե ոչ, թե սուրճ։ Երկար ժամանակ է չենք խմել։ Ես գործեր ունեմ, քանդել եմ, ոչ թե քանդել բառացի իմաստով մի հասկացեք, պահարանը երեկոյան բան էի փնտրում, այս պայուսակը եթե տեսնում եք սա եւ մի հատ վերև բաճկոն, այսպես ասեմ, կար, դա էի փնտրում եւ տեղավորված էր արդեն շատերը, եթե ինձ միշտ հետևում են, մեր ննջասենյակի պահարանի տակի հատվածը, այնտեղ պլաստիկի մեծ տարակա, որի մեջ ես ձմեռամար փոփոխում եմ եւ արդեն շատ բաներ դնում եմ այն վակուումով տոպրակների մեջ, վիթ սույերի մեջ, ֆրանսիացիների համար ասած, եւ հիմա արդեն որ խառնել եմ, հանել եմ, գտել եմ, պիտի դրանք էլ դասավորեմ, կարծում եմ միասին կդասավորենք, որովհետև այդպես գոնե ձեզ հետ զրուցանելով արագ կանցնի եւ հետաքրքիր կանցնի, բայց չգիտեմ, հիմա ես կհասցնեմ միասին գնանք դա անենք, թե թողնեմ երեկոյան։ Ամեն դեպքում որ պահին էլ որ գնացի, միասին ենք լինելու, սիրելի հետևորդներ, եւ հիմա ես ձեզ մի քանի լավ վարժություն եմ ասելու, որովհետև երկար ժամանակ է մենք մեր անձի մասին չենք խոսել, անձի առողջ սննդակարգի, առողջ ապրելակերպի մասին չենք խոսել, եւ այսօր մի քանի վարժություն եւս կասեմ, որպեսզի դուք դա միշտ կատարեք։ Ինչ պահարանը դասավորել է, հիմա ձեզ հետ ուզում եմ զրուցել շատ կարևոր հարցերի մասին, որոնք ինձ դիմել են, որ այդ հարցերը անհանգստացրել է իմ հետևորդներին եւ դիմել են պատասխանելու։ Շատերի մոտ առաջացել է խնդիր, ստամոքսը դժվարամարս է
եղել, երբ նրանք օգտագործել են չիայի սերմեր հունական յոգուրտով։ Հիմա ես համոզված չեմ, որ դուք հունական յոգուրտով եք դա կերել, քանի որ ինքս այսօր առավոտյան նախաճաշել եմ նույն կերպ։ Հիմա այս պահին, երբ լյարդի խնդիրները համարում եմ ավարտված, չնայած մի քանի օր հետո նորից պիտի արյան անալիզ տամ, ուրեմն ես արդեն մերթ եմ դանում, արդեն ամեն օր սիստեմատիկ այդ հունական յոգուրտով չիայի սերմերը չեմ ուտում։ Մածունով կարող է խնդիր առաջացնել ստամոքսում, քանի որ միգուցե դուք ունեք ստամոքսի գաստրիտ, կամ եթե մի քիչ երկարեկանում միգուցե այդ ստամոքսի գաստրիտը չունեք, բայց արդեն ծանրամարս է դառնում։ Ուրեմն ուշադրություն դարձրեք, որ անպայման դա լինի հունական յոգուրտ, որի մեջ սպիտակուցները ավելի շատ են եւ ավելի մեղմ է, քան մածունը։ Մածունով, կեֆիրով մի արեք, ժողովուրդ ջան։ Եթե տեսնում եք, որ վքնում եք, դժվարամարս է դառնում, դադարեցրեք, պարտադիր չէ։ Ես կոնկրետ հիմա այսօր դա եմ արել, 3 ձու էի խաշել, արդեն ավոկադոյով, կարագով։ Կարագը շատ օգտագործեք նախաճաշի ժամանակ, շատ կարևոր են։ Էլի ճարպեր, յուղեր պետք են մեր լյարդին, բայց չափավոր, ճիշտ ձևով ընտրելու։ Եվ լյարդը լավ աշխատելու համար արդեն բազմիցս ասել եմ շատ կարևոր բաներ։ Կարող եք նայել այդ տեսանյութերը, մանրամասը նորից ուշադիր լսեք, սիրելիներս։ Դդումի սեզոն է հիմա Հայաստանում, դդում կերեք, հիմա գրիպներ է տարածված եւ շատ վիրուսներ, ամեն երեկո դդումի սերմեր կերեք, սիրելիներս, բարձրացնում է ձեր իմունիտետը, փորձեք, մի ալարեք, դուք սիստեմատիկ չեք անում, հետո մի բան անում եք, զգում եք փոփոխություն չկա, ասում եք չէ, չի օգնում, փոփոխություններ կան, չնայած ես ձեզ ասեմ, հիմա ինտերնետը լցված է բազմաթիվ տեսանյութերով, ճիշտ կամ սխալ, արդեն մենք ենք որոշում։ Կոնկրետ ես հիմա ձեզ բարձրաձայն ասում եմ, որ այն ռելերը, որ դուք կլսեք, որտեղ քնելուց առաջ պետք է մեխակի այդ մեխակի մեխեր են, ֆրանսեն մեխ են ասում գլու, այդ փոքրիկ ծաղիկները ծամեք եւ քունը բավարար է ստացում, անհանգիստ չեք քնում, լավ եք քնում, ես դա բացառում եմ։ Քանի անգամ փորձել եմ, հենց այդ գիշեր չեմ քնել։ Այսինքն տեսեք, մարդիկ որ մի բան ասում են, կարող է մեկի վրա մեկ ուրիշ ձևով ազդի։ Հիմա ես դա ժխտում եմ, ինձ մոտ դա չանցավ։ Բայց շատ սննդաբաններ ասում են անպայման ծամեք։ Դա ծամում եմ ցերեկով։ Կարելի է, թեկուզ չծամել դնել բերանը այդ հոտը, այդ արտադրվող նյութը վերացնում է բոլոր բակտերիաները, միկրոբները, կոկորտի, աղեստամոքսային տրակտի, սա շատ կարևոր է։ Դա կարող եք անել, սիրելիներս, որն էլ ոչինչ չի պահանջում։ Անպայման ուրեմն նոր վարժություններ ենք անում ձեռքերի, չնայած մի երկուսը այդքան շատ չեմ ասում, ովքեր կկրկնեն ավելի լավ, 40-ից հետո կարելի է այս վարժություններ անել, որպեսզի ուղեղը զարգանա։ Այսօր շատ մարդկանց ուղեղը արդեն հետ է դեգրադացիա է գնում, ինչու, որովհետև հիմնականում մարդիկ չեն ուզում երկար տեսանյութեր նայել, չեն ուզում անգամ խոհանոցային տեսանյութերը երկար նայել, կարճ հոլովակները, ռելերն են մատուցում, իսկ կարճ ռելը մարդուն բթացնում է, մարդը թերթում է անընդհատ, թերթում, նայում, բայց ի վերջո, եթե նրան հարցնես ինչ տեսան, ինչ տպավորվեց, որը եղավ, որևէ մեկը չի կարող դա պատասխանել։ Աչքի համար միգուցե գեղեցիկ են նաև խոհանոցային տեսանյութերը, բայց դրանք մտապահվող չեն։ Ուստի խնդրում եմ մի ձանձրացեք, դիտեք երկար ֆիլմեր, կարդացեք գրքեր, դիտեք երկար տեսանյութեր, որտեղ բացատրվում է, որտեղ խոսվում է մանրամասն։ Ուրեմն սա պահում է մարդու հիշողությունը։ Եվ այս վարժությունները, նայեք, սա շատ պարզ, այսպես, ահա, փակեմ սենց, որ չխանգար, նայեք, այս վարժությունները կրկնում եք, անպայման օրը մինչև 50 հատ էլ անում եք, արդեն արագությունը նշանակություն չունի, կարող ենք դանդաղ անել, բայց այս վարժությունը անում ենք, սա շատ լավ է։ Հաջորդ վարժությունը, որ ուզում եմ ձեզ ասել, էլի երևի թե ասած կլինեմ, արդեն ինքս էլ չեմ հիշում, մատ այսպես, որ խաղում էինք, այսպես ենք անում,
երկրորդ այս մատնեմատը պահում ենք բթով եւ այս ճկուտով շարժումներ ենք անում։ Շարժումներ ինչքան կարող եք, այսպես չէ, մի փոքր ալիքաձև ենք փորձում անել եւ լավ կլինի, որ երկրորդ ձեռքով էլ անեք եւ արդեն այստեղ ձեր ուշադրությունը կսկսի շարժվել։ Այսպես իմ նման կարող եք թվում, կարող եք ընդհանրապես մատերը շարժել։ Որը ձեզ հեշտ է։ Սա արեք անպայման այս վարժությունը արեք սիրելի հետևորդներ, շատ կարևոր է։ Շատ կարևոր է ուղեղի աշխատանքի համար ամենահեշտ վարժությունն եմ ասում։ Այսպես կլոր փակում ենք, մյուսը փակ վիճակում է։ Հիմա սա փակում ենք, սա ենք բացում։ Սա փակեցինք, սա ենք բացում, սա փակեցինք, բացում ենք։ Այս սա, ահա։ Արագ արեք մի քանի անգամ օրվա մեջ, մի ձանձրացեք, արեք այս վարժությունները, որոնք շատ լավ են ուղեղի համար։ Եվ ամեն անգամ ասում եմ առավոտյան այ մատերով, մի մատեսկում, այսպես դեմքի այս հատվածում մի քանի անգամ մերսումներ եք անում, սա նախ թարմացնում է, ակտիվացնում է եւ դեմքի համար էլ է լավ։ Ես ճիշտն ասած որոշել եմ, որ մենք այսօր պիտի դեմքի մարսումներ անենք միասին, բայց ժամանակի առումով սա կտեղափոխեմ մեկ այլ տեսանյութում, որտեղ որ ճիշտ է բաղնիքից դուրս եմ եկել, դրա համար շտապեցի այդ ամենը ես արագ անել։ Հենց բաղնիքից հետո է շատ հարմար լինում ինձ, դրա համար կհանդիպենք մեկ ուրիշ օր, երբ որ արդեն դեմքս լրիվ մաքուր է լինում եւ մաքուր դեմքի վրա պիտի այդ մերսումները անենք։ Այսքանը սիրելիներս եւ կարծում եմ, որ եթե դուք խնդիրներ եք ունենում, ինքնուրույն բուժման ձեզ չեք ենթարկում, երբեք մի լսեք կողքինին, որովհետև նույն խնդրի դեպքում կարող է այդ դեղին վրա լավ ազդել, մյուսի վրա վատ։ Ես ձեզ ասում եմ հիմնական այն բաները, որը որ դա հենց դեղ չէ, բուժում չէ, դա պրակտիկա է, դա փորձված բան է, դա եթե ձեզ օգուտ էլ չտա, ապա վնաս հաստատ չի տա։ Իսկ դեղերը դրանք կարող են նաև վնասել մարդկանց։ Այսքանը կհանդիպենք ննջասենյակում։ Հնարավոր չէ, որ ես մի բան պատրաստեմ ու ճուտոյից բաժինը չտանեմ։ Պլաններս չիրականացան։ Փաստորեն, որ ասեցի այն պայսակը գտա, դրեցի, նույն պահին վաճառվեց։ Հիմա դուրս եկա տանեմ ուղարկեմ, ընդայց եկնամ ճուտոյից վերցնեմ։ Այսքան բան կհանդիպենք։ Ինչ է թե լողացել է վաղց գլխարկ տակ հագնվել եմ, բայց բանից պարզում է շատ շոկ է։ Հանեցի գլխարկս, դες այլ արդեն փոխել չի լինի։ Ժորժ ջան, ուրեմն այդ պատմությունները նամակների հետ կապված պատմում էի, որ կարևոր միտքս ասեմ ու հանկարծ հիմա գնում եմ տուն, հիշեցի, որ ինչի համար որ պատմեցի, իմ միտքը չավարտեցի։ Խոսքս ինչի համար սկսեցի։ Նրան, որ շատ-շատերը, դե արդեն ասեցի, մոտ 1900 մարդ, հենց այս պահին նորից շարունակում է, գրում են, խնդրում են օգնություններ, կարևոր չի ապահոված են, թե ապահոված չեն, նաև շատերը ուղարկում են իրենց նկարները, իրենց բժշկական թղթերը, հլեյտ էլ մի կողմ, այնքան միամիտ ու պարզ են ես մեր հայերը, որ հիմա ես գրեմ, ասեմ, հա, ես այդ ծրագիրն եմ անում, ուղարկեք ձեր հաշվեհամարները, բանկային քարտերի, միահամուռ համոզված եմ, որ բոլորը կուղարկեն օգնություն ստանալու, բայց իմ փոխարեն, որ մի հատ խաբեփա լինի, այսպես կխաբեն բոլորին։ Դրա համար էի ուզում ասեի, որ շատ զգուշ եղեք, ինչի մասին է խոսքը, հենց դա էի ուզում ասեի, որ ոչ ոքի մի հավատացեք, հատկապես սոցցանցերը օգնություն մի խնդրեք, դիտավորյալ կանեն շատ դեպքերում, որպեսզի ձեզ խաբեն, ու նման խաբեություններ շատ են հիմա տարածված։ Զգուշ եղեք, սիրելի հետևորդներ, դուք էլ ասեք ձեր ծանոթներին բոլորին, որ նման բաներ չեն անում։ Նման բաները սոցցանցերով մի հավատացեք, թե շահումների, թե նման օգնությունների, դա խաբեություններ է։ Ու վերջին ժամանակները դա տարածված է, անընդհատ զգուշացնում են։ Այնպես որ հենց սրա համար է սկսել պատմությունս, ու մոռացա, հիմա որ գնում եմ մտքերով, հիշեցի, որ ես ձեզ չեմ ասել, այն կարևորը ինչի համար որ սկսել էի պատմել այդ նամակների պատմությունը։ Դե այսքանը
լույս ընկրում արդեն աչքերից դեմքից կհանդիպենք ժողովուրդ ջան լավ մնացեք